Նոյեմբերի 5-ին կլռանար ժողովրդավարական հայրենիք կուսակցության հիմնադիր նախագահ Էդուարդ Եգորյանի 60-ամյակը, որն ասպասելի կյանքից հեռացավ 1999 թվականին։ Էդուարդ Եգորյանը հայտնի է օրենսդրական դաշտի եւ պետական ինստիտուտների ձևավորման, մասնավորապես 1990 թվականի անկախության հռչակագրի եւ 1995 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման ու ընդունման գործում ունեցած ներդրումների շնորհիվ։ Տիգրան Եգորյանն է Էդուարդ Եգորյանի տղան, թեքեան կենտրոնում կազմակերպել էր հուշ երեկո։ Ֆորմատն այսպիսին է հուշ երեկոյի, որ պետք է փորձ արվի բնավորինս բազմակողմանի ներկայացնել մի անձի, որը ֆիզիկապես այդ երեկոյին չի մասնակցում, եւ դա պետք է անեն այն անձիկ, ովքեր ճանաչել են նրան։ Հուշ երեկոյին մասնակցելու են եկել Էդուարդ Եգորյանի դասընկերները, գործընկերները, բարեկամներն ու գաղափարակիցները։ Թերևս ամենամտերիմն եմ եղել իր ընտանիքի, մինչև վերջ, իր մահվանից հետո էլ եւ երեխաների խնդիրներով եւ ընտանիքի խնդիրներով կարծում եմ դեժավի զգացողություն ունենք, կարծում եմ բոլորս, այն ինչ որ էթիկա ասում էր 14 տարի առաջ, պրակտիկորեն իրականացավ, ցավոք մինուս նշանով, այն ինչ որ կանխատեսում էր իրականացավ։ Եգորյանի գլխավորությամբ ընդունած անցկացած օրենքները 47% են ամբողջ ազգային ժողովին։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր օրինակ Գերագույն խորհրդում գրվում է ընդամենը 3% օրենքների, իսկ մնացածը կառավարությունը բերում եւ դակում են, պարզ է դառնում, թե ինչի մասն ենք խոսում։ Մենք բոլորս ասում ենք, որ Եգորյանը սահմանության հայրն է, ըստ էության նույն Ջեֆերսոնն էր, Հայաստանի Ջեֆերսոնն էր, դա փաստ է, եւ նա ապրում էր Ջեֆերսոնի կարգախոսով, կառավարելու արվեստը ազնիվ լինելու արվեստ է։ Էդուարդ Եգորյանը կյանքից հեռացավ մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի քաղաքական, ռազմական էլիտայի մի հսկայական մասը պետք է հեռանար կյանքից։ Եվ Էդուարդ Եգորյանի հետ անձնական իմ շփումը կապված այվել, ինչպես ասվեց, Հայկական ժամանակ օրաթերթի հետ, դուք գիտեք, որ Հայկական ժամանակ օրաթերթը ստեղծել է ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը, ինչքան եթե չեմ սխալվում, անունը ինքը անձամբ Եգորյանն է անունը ընտրել եւ այդ թերթը հիմնադրվել է 97 թվականին եւ հանգամանքները հետեւյալն էին, որ 99 թվականին Սերժ Սարգսյանի, Արտաշես Գեղամյանի, Միխայել Բաղդասարովի համատեղ հայցերի արդյունքում կամ պատճառով օրագիր թերթը, որը ստեղծվել էր 98 թվականին, փակվեց, իմ դեմ քրեական գործ հարուցվեց եւ ըստ էության դուք գիտեք այն ժամանակ թերթ բացել բավականին բարդ գործընթաց էր, պետք է գրանցում անցնել արտահայտության նախարարությունում եւ այլն։ Ես ուղղակի դիմեցի ժողովրդավարական հայրենիք կուսակցությանը Էդուարդ Եգորյանին բացատրելով իրավիճակը, որ այսպիսին է իրավիճակը եւ այդ թերթը անհրաժեշտ է մեզ, որպեսզի մենք ունենանք, որպեսզի կարողանանք մեր գործունեությունը շարունակել։ Իմ մտածմամբ հիմնվեց Էդուարդ Եգորյան հիմնադրամը, որը պետք է զբաղվի 3 մակարդակներում մոտիվացիոն, այսպես ֆակտորների ձևավորմամբ։ Մեկը դա ֆիզիկա-մաթեմատիկական ոլորտի օլիմպիադաների մասնակիցներն են, երկրորդ մակարդակը գիտական աշխատանքներն են ֆիզիկայի ոլորտում եւ հասարակական քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց համար մրցանակներ սահմանելն է։ Հուշ երեկոյի ընթացքում նաև տեղի ունեցավ գրքի շնորհանդես, որը կազմել եւ խմբագրել էր լրագրող, խմբագիր, հրապարակախոս Վաղամերիկ Այդին Մորիկյանը։ Ցուցադրվեցին վավերագրական կադրեր եւ հատվածներ Էդուարդ Եգորյանի ելույթներից։